ականապատ մարմին, զենք, սեփական ու դիմացինի կյանքին վերջ դնելու ցանկություն։ Այս մարդիկ մահապարտներ են, որոնց նպատակը իրենց կյանքի գնով զանգվածային սպանություններ իրականացնելն է։ Մահապարտներն ամբողջ աշխարհում այսպիսին են, Հայաստանում ամեն ինչ այլ է։ Մահապարտների կարելի է հանդիպել ամեն մի փողոցում։ Սեփական կյանքը վտանգելով, հաճախ ընթացող մեքենային դիպչելով, ի վերջո քաղաքակրթության նորմերն անտեսելով, փողոցը հատում ենք արգելված վայրից, մոռանալով, որ անցումները փողոցը հատելու ամենաապահով ու անվտանգ տարբերակն են։ Մայրաքաղաքում ընդհանուր հաշվով կա 51 անցում, 39 ստորգետնյա, 12-ը վերգետնյա, վերջին տարիների երթևեկության խնդիրները լուծելու եւ հետիոտ անվարորդ բախումից խուսափելու համար անցումների թիվն ավելացվեց եւս 7-ով։ Թվում էր, թե դրանք պետք է ծառայեն իրենց նպատակին, ժամանակը ցույց տվեց, որ իրականում դրանք բոլորովին այլ գործառույթ են կատարում, փոխարինում են քաղաքում բացակայող հասարակական զուգարաններին։ Զզվում ես, պահում ես, որ վազելով անցնես հոտից։ Մենք կարող ենք անընդհատ մաքրել, բայց փոխարենը ժամեր հետո մենք կտեսնենք աղտոտված վիճակ։ Գարեգին Նժդեհ փողոցում գործող գետնանցումն է, այստեղ մտնելուց առաջ անհրաժեշտ է շունչը պահել եւ որքան հնարավոր է արագ դուրս փախչել։ Թեև առաջին հայացքից տարածքը մաքուր է, բայց գարշահոտության պատճառով մթության մեջ հնարավոր են անակնկալներ, կրծողների տեսքով։ Գետնանցումից օգտվելը ուղղակի քաջություն է, իսկ քաջեր մեր քաղաքում ամեն դեպքում կան։ Ստիպված ենք անցնում, քիթը բռնած, շատ ամոթ է։ Հակահիգենիկ վիճակով աչքի ընկնում նաև Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող գետնանցումը։ Գարշահոտություն, պետքարան կամ աղբանոց հիշեցնող տարածք։ Մի կողմից էլ ռոմանտիկ դրսևորումներ, սիրո խոստովանությունների տեսքով։ Տարածքում կա նաև լուսավորության խնդիր, իսկ ճրագներն այստեղ ուղղակի ճոխություն են։ Օրվա մեջ կարող են տեղադրվել մի ստորգետնյա անցումում բոլոր լամպերը լրացնեն, օրվա վերջում դուք այնտեղ կտեսնեք 1-2 լամպ։ Այսինքն որոշ մարդկանց համար դա պարզապես անվճար խանութի է վերածվել։ Բալիկ ջամի վախեց, աղջիկ ջամի վախեց, ոչ մի բան չկա։ Այս տարածքում հետիոտնի անվտանգությունն ապահովում է Նավասարդ Խաչատրյանը։ Մոտ 5 տարի գետնանցման տարածքում վաճառում է աստվածաշնչյան պատկերներ ու աչքի ուլունքներ։ Մթությունից վախեցող հետիոտնին ամեն օր համոզում է՝ տարածքն անվտանգ է։ Երեկոյան երեխեքը վիրիվով են գնում։ Շեղով վախենում եմ։ Թեպետ գետնանցման անդորը հսկողության տակ է պահում, բայց անկանխատեսելի իրավիճակների դեմն առնել միշտ չի հաջողվում։ Դեպքեր եղան, մի աղջկա վզից քաշեցին, բերեցին ու շատ թափվեց։ Անցնել փողոցով թե գետնանցումով, այս է խնդիրը։ Խնդրահարույց հարցը առաջ է գալիս գրեթե բոլոր հետնյոտների մոտ։ Փողոցով անցնելու դեպքում վտանգը կանխատեսելի է, ամեն ինչ աչքի առջև է, իսկ գետնանցումների դեպքում վտանգը անկանխատեսելի կարող է լինել։ Ամիսներ առաջ վտանգավոր էր նաև այս գետնանցումը, այսօր վտանգը նվազագույնի է հասցված, ամեն ինչ վերահսկվում է։ Օր ու գիշեր գետնանցման շարժին հետևում են տեսախցիկները, իրավիճակին էլ ծանոթանում է պահակակետի աշխատողը։ Բայց դա չի խանգարել, որ գողանան տեսախցիկներից մի քանիսը։ Քաղաքակրթության նորմերը պահպանելու համար քաղաքապետարանում գտել են նպատակահարմար տարբերակը։ Գետնանցումները տվել են վարձակալության։ Ամեն ինչ օրինական է, օրենքի տառին ու պահանջին համապատասխան։ Շուտով Խանջյան փողոցի այս գետնանցումում կլինեն առևտրի տաղավարներ։ Վերնիսաժային տարբերակ լինի, այսինքն երբ որ գա զբոսաշրջիկը ուզենա ինչ-որ հուշանվեր գնի, չսպասի շաբաթ-կիրակի օրը։ Տաղավարներ են տեղադրվում նաև Հանրապետության հրապարակի գետնանցումում։ Մի խոսքով ազատ ու կոկիկ գետնանցումներ մեր հասարակությունը չի սիրում։ Դրանք կամ պետք է վերածվեն տոնավաճառների կամ էլ հասարակական զուգարանների։ Քրիստինե Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Ազդարար։